Պորտուգալացի ֆուտբոլային լեգենդ Ռոնալդոյի կարողությունը կազմել է շուրջ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, որն ընդգրկվել է Bloomberg Billionaires Index-ում որպես միլիարդատեր։ Այսօր արդեն 40-ամյա Ռոնալդոն ֆուտբոլի պատմության ամենամեծ նվաճումներ ունեցած խաղացողներից մեկն է։ 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի չեմպիոն է, կրկնակի հաղթող է ազգերի լիգայում։ Պատմության լավագույն ռմբարկուն է ազգային հավաքականներում, Եվրոպայի առաջնություններում, Չեմպիոնների լիգայում եւ ակումբային աշխարհի առաջնություններում։ Նա նաեւ առաջին ֆուտբոլիստն է, ով հասել է 900 գոլի սահմանագծին։ Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, բայց Վաշինգտոնի կողմից նմանատիպ պատրաստակամություն չի տեսնում։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունն է։ Մենք ունենք հարաբերությունների որոշակի շենք, որը ճաքել եւ փլուզվում է։ Ամերիկացիներն են մեղավոր դրա համար։ Հիմա ճաքերը հասել են հիմքերին։ Կարծում եմ ավելի հեշտ է քանդել, քան կառուցել։ Մենք պատրաստ ենք կառուցել, բայց մյուս կողմից որևէ փոխադարձ շարժում չենք տեսնում։ Իսրայելական ուժերը միջերկրական ծովում Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ են կանգնեցրել ու ձերբակալել ակտիվիստներին։ Թել Ավիվը պնդում է, նավերի վրա գտնվող 145 ակտիվիստներն առողջ են, նրանց տեղափոխել են Իսրայել, որտեղից էլ կարտաքսեն։ Անկարայում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Վրաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում։ Օրակարգում ներառված են ռազմավարական գործընկերության հարցեր եւ եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման ծրագրեր։